Եվան, երբ որ նայեց պտղին, հաճելի թվաց, մեկ բան էր իր մտքի մեջ։ Ես այդպես եմ մտածում, որ ինչ լավ է, որ ես Աստված պիտի դառնամ, ինչպես որ մենք հատկապես երիտասարդ տղաները լավ գիտեն, որ ասում են, արա որ շուտ մեծանաս, արա որ հասունանաս, արա որ իմանաս, ոնց պիտի շուտ ձևավորվես այս կյանքի մեջ։ Մենք այսպես ենք խաբում մարդուն, որ եթե դու շատ հարուստ դառնաս, ամեն բան քեզ կարելի պիտի լինի։ Մեկ գիշերվա մեջ դու կարող ես հաղատանը հազարավոր դոլարներ վատնել, որտեղ դու իրավունք ունես այդպես ապրել, թեկուզ թե քո տանը քո կինն ու երեխան տառապում են քո բացակայությունից։ Դու ծխիր այս ծխախոտը, որտեղ սա է տղամարդու կեցությունը, սա է տղամարդու պատիվը, դի ծխես, քո վրայից պիտի ծխախոտի հոտ գա, որ աղջիկները քեզ սիրեն։ Աղջիկները թվում է իրենք եթե շատ շպարվեցին, շատ գեղեցկացան, իրենց հոգու գեղեցկությունը տեսանելի կդառնա։ Այդպես չէ։ Այդ շատ գեղեցիկի տակ կարող է հրեշը թաքնված լինել։ Անհնազանդ մարդը կարող է թաքնված, լեզվանի մարդը կարող է թաքնված լինել, սիրելիներ։ Դրա համար Տերը ուզում է, որ մենք այդ արգելված պտուղը որ փնտրում ենք, եւ պիտի մերկանանք դրա ճաշակումով, մենք չգնանք ընկնենք դրա մեջ հետո